Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Հայկ Սուքասյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես պարոն Սուքասյան, օգոստոսի 2-ին նորընտիր ազգային ժողովի առաջին նիստն է տեղի ունենալու։ Որպես քաղաքագետ, ինչ տարբերություն նոր խորհրդարանի եւ նախկին խորհրդարանի միջև։ Ոչ մի տարբերություն չկա։ Ինչ-որ ձևական տարբերություններ կան, բայց խորքը բովանդակությունը նույնն է։ Նախկին ռուսական աշխարհայացքով, որ ռուսական էլ չի, հակապետը կարող էր, ասենք, ուդմուրտական աշխարհայացք լինել, հարցեր չի։ Հակապետական մտածողությամբ մի հատվածին եկավ, ավելացավ եւս մեկ հատված, որ էլի մտածողությամբ հակապետական է, որի ծրագրերում մտածողության մեջ ինքնիշխանություն էլի չկա, անկախ պետություն ունենալու գաղափար էլի չկա, հետևաբար նույն խորհրդարանն է, նույն մտքի խավարով, աշխարհաքաղաքական բախումների մտածողությամբ, վարքաբանությամբ խորհրդան ենք էլի ունեցել, ոնց որ նախորդը նույնն էլ հիմա էլի պետք է գան սկսեն մեր դաշնակցին, մեր ավանդական դաշնակցին, բան եք ասում եւ այլ, այդ դատողություններն են հակաթուրքականության վրա ազգային ժողովի ուրիշ բան չկա։ Լավ, ինչու եղավ այն, ինչ եղավ, այսինքն այստեղ որևէ մեկը կամ ընդհանրապես որևէ ուժեր հետևություններ չունեն անելու, անընդհատ խոսվում էր այս ամեն ինչի դեմն առնելու մասին, բայց հիմա նորից ունեցանք այն, ինչ ունենք։ Դե տարբեր պատճառներ կան։ Նախ առաջինը, որ մեր իրավական կյանքն է անհասկանալի, հայությունը այն գլխից մխիթար գոշից հրաժարվել է եւ իրավունքը դիտում է որպես մուտիլով կա, այդ դրա համար մեկը այդ է, քանի որ իշխանությունն էլ process-ները քաշեց իրավական մազոխիզմի մեջ քննելու, լավ չիմանալով թե ինքը ինչ օրենսդրություն ունի, լավ չիմանալով թե ինչ է նշանակում հայ իրավաբան, որ ինչ ասես կարդարացնի, քաշեցին այս process-ի մեջ, մի քիչ ձախողվեց։ Կա այլ պատճառ եւս, իշխանությունը հավանաբար Ռուսաստանի հետ ուղիղ բախման չի ուզում գնալ, դրա համար այս ուժերի նկատմամբ կոշտ վերաբերմունք ցույց չի տվել։ Ենթադրում էր, որ իրավական ճանապարհով ընտրությունները պարտվելով կարողանա սրանց ճնշել։ Կա ուրիշ հատված, որ էլի մեր պետական ինստիտուտները քանի որ կայացած չէին, իսկ այս մարդիկ գնացին զանգվածային ընտրակաշառարության, որովհետև իշխանության բացահայտած է ինչ է, ասենք մի 200-300 դեպք է, այնց իրենք էլ գլխներից դուրս գլուխ են գովում, էլի տեսեք 200 դեպք, ուրեմն դուք ասում եք 70% դրանց ձայների կաշառքով է, չէ, այդ նշանակում է 100 հազարավոր են այդ դեպքերը, չէ, 200 դեպք են վեկալել, այդ 200 դեպքով շուտ բաներ են քնում, որովհետև պետական ինստիտուտները կայացած չեն, չկարողացան այդ զանգվածային կաշառքի դեմը առնել։ Մի պատճառը սա է։ Կա նաև այլ ուժերի չկազմակերպվածության հանգամանքը կամ որտեղ գիտեք ոնց է, մի ժողովրդավարական աշխարհայացքով ուժեր կան, որոնք իհարկե ժամանակի նպաստել են պետության անկախ կյանքը պահպանելու, հասարակությանը չթողնելու, որ շեղվեն, այս իմաստով ներդրում ունեն, բայց ընտրությունների կազմակերպման հարցում բացարձակ զրո են իրենք։ Եվ այստեղ իրենք եւս մեղավորություն ունեն, ու թող դրանցից ոչ մեկ բացատրություններ չբերի։ Տատուս արև, պապուս արև, այն որ սրան ձերբակալեիք, ես գայի։ Հա, բայց այսինքն ստացվում է դուք կախյալ քաղաքական ինքնությամբ ուժեր եք, այսինքն եթե նրան պետք է ձերբակալեն, որ դու գաս, բայց դուք ինքներդ ձեզնից ինչ եք ներկայացնում, որտեղ է ձեր կազմակերպվածության բարձր մակարդակը, որտեղ են ձեր ծրագրերը, հեքիաթներ չպատմեն, այստեղ իրենք էլ մեղավորություն ունեն։ Նկատի ունեք այն ուժերին, որոնք ղեկավարում են Արման Բաբաջանյանը, Արամ Սարգսյանը, Լևոն Շիրինյանը, այսինքն այն ուժերը, որոնք այսպես կոչված ավելի արևմտամետ ուժեր են համարվում եւ իրենց չմիավորման հետևանքով նաեւ ստեղծվեց այս իրավիճակը։
Իհարկե պետք է նկատի ունենալ, որ այդ ուժերը իրենց ներդրումն ունեն մեր պետության քաղաքական կյանքում եւ դա պետք է գնահատել։ Բայց ընտրությունների մասնակցության տեսանկյունից այդ ուժերը դախացած են։ Եվ ենթադրում եմ նորարարություններին անունակ։ Եվ ձեզ ասեմ հետեւյալը, եւ եթե նույնիսկ միանային էլ, էլի չէին ասնելու։ Այդտենց, որովհետեւ եթե իրենց հավաքական գումարները գումարում ես իրար, քանի տոկոս է գազում, 1.5-2% չի գազում իրար հետ։ Եվապես դա թողնենք մի կողմ, իրենք պիտի գնան նորարարությունների, իրենք նոր բաներ պետք է մտածեն, շատ ուրիշ բան է, շատ չխորանանք, էլի, քանի որ իրենք այդ ուժերը Բայց իրենք չեն հաշվել, իրենք մոնիթորինգ չեն անում, որ եթե անգամ միավորվեն էլ, էլի չեն կարողանալու հաղթահարել այդ շեմը։ Չգիտեմ, այդ իրենց պետք է հարցնել, ամեն դեպքում փաստ է, որ այդ իրենց հավաքած ձայների հավաքական տոկոսը կազմում է այնքան, ինչքան որ կազմում է։ 1.5-2% էլ չի կազմում։ Դեպապես, ասենք, իրենց միավորումն էլ ոչինչ չէր տալ։ Այդ ուժերը պետք է գնան ներքին մոդեռնիզացիայի, փոփոխություններ պետք է բերեն, դախացած դեմքով, նույն բառապաշարով, այդպես չի էլի։ Բաներ պետք է փոխեք ձեր մեջ, ոչ թե բաներ գաք բացատրեք, ես որ ասեցի, բան ինչ չտրեք, բան չտրեք, այտենց հեքիաթ պատմողներ կան էլի մեջները։ Դրանց է թողնենք մի կողմ, բայց լավ չի իհարկե, որ այդ տիպի ուժերը չմտան։ Բայց նաև պետք է նկատի ունենանք ամեն դեպքում մեր հասարակության քաղաքական կառուցվածքը։ Սա մեր հասարակության քաղաքական մտածողության արդյունքն է։ Այսինքն համատեքստից պետք է չկտրվենք։ Մեր հասարակությունն էսպիսին է մտածողության մեջ, ինքը անտագոնիստական է, մի հատված կա ռուսասեր է։ Այդ բացատրությունները մենակ կաշառքով սխալ է բացատրել, որ կաշառքով են բերել։ Իհարկե ավելի քան 5 միլիոն մարդ ընտրել է այդ ուժերին, դա չի նշանակում, որ ինչպես կարող ենք ասել, որ բոլորը գնացել են եւ կաշառքով ընտրել են, չգիտեմ, Քոչարյանին, Սամվել Կարապետյանին կամ Ծառուկյանին։ Այո, նույնիսկ իհարկե ակնհայտ է, որ զգալի հատվածը կաշառք է, բայց դա կարևոր չի։ Դա նշանակում է այդ մատերիալը կա այդ մատերիալը։ Մի հատված կա մեր հասարակության մեջ, որը լավ չի հասկանում ինչ է պետությունը։ Չնայած այսքան բացատրում ես, եւ մարդիկ նայեք, գնացել ձայն են տվել հակապետական ուժերի, ոչ թե գնացել են ձայն են տվել ընդդիմությանը, այդ մարդիկ հակապետական վարքաբանությամբ մտածողությամբ ուժեր են։ Եվ սա լավ բան չի։ Բայց մեր հասարակությունն էսպիսին է եւ երևի ինձ թվում է մեզ ինչ որ շրջան է պետք, որ մենք այս process-ը հաղթահարենք, անցնենք գնանք։ Երևի գա նոր սերունդ, որը սովետական միություն չի տեսել, սովետական միության հուշով չի ապրել։ Ընդ որում այդ 90-ական թվականների եւ նաեւ Հայաստանի միջհեղափոխական անցյալի որջիրը որն է։ Նրանք այնպիսի այլանդակ պետություն ստեղծեցին, պետություն էլ չէ, էլի պետության նման մի բան, որ մարդկանց հուշը դեպի սովետական միություն ուժեղացավ։ Իրենք են արել։ Մարդիկ դե պատում են, չէ, ասում են դե սովետի վաղ դες գործարանը կարեն, չէ, այսինքն այնպիսի աղքատ հասարակություն ստեղծեցին, անիրաված հասարակություն, որ նրա մոտ սովետական միության հուշը ուժեղացավ, ավտոմատ իրենք են ուժեղացել։ Երևի sense KGB, երևի չէ, KGB-ով կառավարել են սրանց։ Դրա համար հիմա այդ սերունդից հələ կան ռուսական սյուզերենությամբ, մտածողությամբ հասարակության մեջ հատված կա։ Դրա համար դժվար է, իշխանության համար է իրականում դժվար։ Որ օրինակ, եթե կազմակերպվեր իրական կազմակերպված ընդդիմություն, էլի պետական մտածողությամբ, բայց իշխանությանը իրական ընդդիմություն լիներ, կարող է ջարդեր օրինակ այդ հատվածին չթողեր գնար հակապետականի մոտ։ Բայց այդ ուժը չի առաջացել։ Պարոն Սուքիասյան, ստացվեց այնպես, որ ընտրության արդյունքից գրեթե բոլորն են դժգոհ, այսպես կոչված ռուսամետ ուժերը, արևմտամետ ուժերը եւ հենց նույն քաղաքացիական պայմանագիրը, եթե մենք հիշենք նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ակնկալում է սահմանադրական մեծամասնություն, որը չեղավ։ Այսինքն ստացվում է, որ բոլորը դժգոհ են այս ընտրությունների արդյունքներից, բայց ամեն դեպքում մենք օգոստոսի 2-ին ունենում ենք նոր արդեն խորհրդարանի առաջին նիստը եւ կան շատ այսպիսի խոսակցություններ, որ 1-1.5 տարի հետո պետքա նորից գնալ նոր ընտրությունների։ Հա, դժգոհելու հիմքեր կան, իշխանությունը շատ դժգոհելու հիմքեր չունի, իշխանությունը ինքը մեծամասնություն է, սահմանադրական մեծամասնություն, թե չէ կարևոր չի։ Եթե իշխանությունը ուզում է սահմանադրություն փոխել, թող գնա 300,000 ստորագրություն հավաքի, էլի փոխի։ Այսինքն հիմա էլ տափակ բացատրություններ կա, սահմանադրություն չի կարող փոխել, ոչ չի կարող։ Կա, եթե ազգային ժողով չի կարող է այլ ճանապարհով։
Հետևաբար այդ խնդիրը իշխանությունը չունի եւ իշխանությունը կարող է հավաքել այդ քստորագրությունը։ Իշխանությունը հա կարող է նաև մի քիչ դժգոհել, որտեվ ինքը էլի ունի իր ոտքերից կախված չամռված հակապետական հատված։ Բայց սա դժգոհենք, չդժգոհենք, մեր հասարակության պատկերն է սա, եւ մենք պետք է չխուսափենք, եթե մենք օբյեկտիվ չլինենք, մենք լուծումներ որոնել չենք կարող։ Այսպիսին է մեր հասարակությունը։ Բաներ կա պետք է նկատի ունենանք։ Բայց դե մենք խուսափում ենք, հասկանում եք, խուսափում ենք հասարակությունից կատարվում ենք, վերևում դատողություններ ենք անում, ինչի սենց է, որտեղ մեր հասարակությունն է այդպիսի։ Իսկ արտահերթ ընտրությունների կգնան թե չի, չգիտեմ, կարող է։ Օրինակ, եթե իշխանությունը հասցնի այս ընթացքում այս դաշտը մաքրել, որովհետև դրանց վրա ամեն մեկի վրա տոննաներով քրեական գործ կա, էլի։ Իսկ դուք կարծում եք, որ պետք է դաշտը մաքրել։ Դե լավ կլինի որ մաքրեն, բայց դրանով էլ հարց չի լուծվելու։ Որովհետև եթե սրանք չեն, ասենք իրենց երեխեքն են գալու, ռեկլամ են անելու, այդ կակեբեն մենակ սրանց վրա չի աշխատում, այդ կակեբեն այնքան ուժեր ունի Հայաստանում տեղավորած, ու արևմտամետների մեջ էլ ունի տեղավորած։ Այսինքն այդտեղ հարցը գիտեք որն է, որ իրական ընդդիմություն պետական մտածողությամբ պիտի առաջանա։ Այ հենց այս չառաջացող ընդդիմության գետնատարած վարքի հետևանքն է սա։ Եթե առաջանա, այդ հարցերը չեն առաջանում, բայց չի առաջանում, այդ դաշտը միևնույն է հասարակության մեջ ընդդիմադիր հատված կա։ Հիմա մի ընդդիմադիր հատվածը մեկը սուզերեն մտածողությամբ է, մեկը նորմալ մտածողությամբ է, կապ չունի, նա ընդդիմություն է որոնում։ Իսկ սրանք էլ որ բաներ են բացատրում, ինչ չտվիր բան, բայց քեզ խի պետք է ձայն տա, որ ժողովրդարական ուժերի մեջ խի պետք է տա ընդհանրապես։ Եթե դուք քաղաքական տեսք չունեք, եթե դուք փտած դեմքով եք ներկայացել այդ հասարակություն, ձեզից հոգնել են մարդիկ, բաներ պետք է մտածեք, բայց իրենք չեն մտածում, նույն փտած ուղեղով, փտած դեմքերով եկել են, ասում են ձայն չտվեցին, ինչի պետք է տան։ Այսինքն այս դաշտում, քանի որ հավաքական միասնությունը թույլ է, դրա համար մարդիկ կգնան ուրիշին ձայն կտան։ Դա մեր խնդիրը որն է։ Նոր թեկուզ նոր էլ չէ, բայց այդ ուժերը, ովքեր որ ընդդիմություն դառնալու հայտ պետք է ներկայացնեն, պետք է կազմակերպվեն։ Իսկ եթե նույնիսկ իշխանությունը սրանց հարցը լուծի, միևնույն է, սրանք ուրիշների են ճարելու, էլի սովետական, ռուսական կագեբեով կառավարող հատված են, երիտասարդ, բոյով, միջին բոյի, բերելու են ռեկլամաներ մեր ժողովրդին։ Դրա համար այստեղ հարցեր կա, որտեղ մենք ճիշտ քննարկենք։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, պարոն Սուքիասյան, դուք ասում եք փտած ուղեղով եկել են եւ դժգոհում են, որ հասարակությունը ձայն չտվեց։ Մեզ նոր ուժեր են պետք, նոր մտածելակերպով։ Լավ կլինի, որ այդպես լինի, բայց եթե այդպես էլ չի, այդ ուժերը իրենք ներսում պետք է փոփոխության գնան։ Իրենք պետք է հասկանան, որ այս արդյունքը այն արդյունքը չի, որ իրենք բացատրում են։ Իրենք բացատրություն ունեն, թե իրենք ինչի են գետնատարած, բայց դա թույլ մարդու, թույլ քաղաքական ուժի վարքագիծ է։ Ինքը բացատրում է, ինքը ինչի չկա։ Ինքը բացատրում է, ինքը ինչ է քաղաքական իմաստով մեռել։ Այդտենց չի։ Դուք պետք է ձեզ ինքները ճիշտ դիագնոզ անեք, բայց դուք չեք անում այդ դիագնոզը եւ շարը գցում եք իշխանության վրա։ Գնա ձերբակալի։ Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե իշխանություն ունի սրանց ծաղին հավաքեց, սրանք էլի չեն անցնելու։ Դուք չեք անցնելու, որովհետև դուք հեղինակություն չունեք։ Դուք արդիական չեք այլևս, բաներ պետք է փոխեք ձեր մեջ։ Բայց ուզում ասեմ, այս մարդիկ գնում են շատ կոնսերվատիվ են, էլի, եւ սա լավ չի, որտեղ էգոիզմ կա մեջները, հազար ուրիշ բաներ կա, բայց շատ չեմ ուզում իրենց մասին խոսեմ, թողեք, որտեղ այդ ուժերը ժողովրդի կյանքում բավարար նշանակալի ներդրում ունեն, էլի։ Պարոն Սուքիասյան, այդուամենայնիվ մենք տեսեք, դուք ասում եք, որ ձերբակալություններ, պետք է զբաղվել ես ամեն ինչով, բայց տեսանք, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ընդդիմությունը որակեց շոու ամեն դեպքում եւ հայտարարեց, որ դա հաշվեհարդար է հենց Ծառուկյանի նկատմամբ։ Բա ուր է իրենց աջակցությունը, այդպես բառեր ասել են, թող ընթառել են, որտեղ իրենց աջակցությունը այդ մարդուն։ Իրենք ազնիվ չեն, էլի, շոուի բան չկա, կա իրավական գործընթաց եւ այդ մարդը, որը օրինակ եթե ժամանակին քաղաքական խելք ունենար եւ իրական բիզնես մտածողություն ունենար, որտեվ բարձում է դրանք բիզնես մտածողություն էլ չունեն, էլի այդ մարդիկ, կջոգի շարը քաշեր կգնար։ Բայց այդ մարդը ինչ արեց, Եվի նման շատերը, իրենց ժամանակին
ապօրինի ձեռք բերված, ժողովրդի կողոպուտի վրա ձեռք բերված հարստությունը դարձրեցին քաղաքական կապիտալ եւ քշեցին պետության դեմ։ Նաև իրենց վերաբերյալ դրսից կառավարվելու հետ կապված բազմաթիվ ինչ-որ բաներ կան, էլի, հրապարակումներ կան։ Հետևաբար դրա համար արդյունքը լինում է, ինչ լինում է։ Հարցը գիտեք ո՞րն է, այդ մարդիկ սա պետություն չեն հաշվում, չեն հաշվում։ Գիտեն եսի ինչ է, ինչ ուզեն կարան անեն, ում հետ կուզեն կկարողանան քշեն պետության դեմ, որտեղից կուզեն կկառավարվեն։ Բայց դա իրենք պետք է զգան պետության ծանրությունը, պետք է զգան։ Բայց ես էլ եմ ասում, նշանակում է այդ մարդը բիզնեսմեն չի։ Բիզնես մտածողությամբ մարդիկ հնարավոր չի այսպեսի էշություն անեն։ Դա հնարավոր բան չի, եթե մարդը բիզնես մտածողություն ունի։ Բիզնեսմեն չէ, ես ուրիշ մարդիկ են, էլի։ Բայց ամենակետի չի։ Բայց այն մեկը, մի հատ գլխավոր կան այդտեղ, է, դասից եկած մի հատ Սամվել Կարապետյանը նկատի։ Բայց այդ մարդը ինչ է անում, տեսեք ինչ է անում այդ մարդը։ Իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու։ Ոչ մի բան չունի, չէ՞, քաղաքականությամբ զբաղվում է։ Ուժ անցկացրել է, տանից նստել է քաղաքական process-ները կառավարում։ Վրանքայլական գործ կա, ինչ ասես կա, որն այդ մարդը այս պետությունում երկրորդ ուժ է մտցրել։ Այսինքն այստեղ որտեղ է մեր իրավական դաշտի ճիշտ արձագանքը, որտեղ այդ իրավական դաշտը չկա։ Գետնա տարած պարկած են գետնին։ Այսինքն այս մեկը հոչի գլխավորը, նա է գլխավորը, գլխավոր վնասատուն նա է։ Սա էլ է իհարկե, սրա հարցն էլ պետք է լուծվի։ Բայց մեկը, այսինքն այ քեզի բան, ոչ մի բան չէ, այսինքն ոչ իրավունք ունենաս, քայլական գործդ վրա, այդ ուրեմն տունը նստել ես, ասեն երևի գարեջուր էլ խմելուց կլինի, քաղաքական process-ները մարդը կառավարում, ուժ է մցրել խորհրդարան։ Հիմա տանից նստած եսի ինչեր է խոսում։ Այս սրանց հարցն էլ պետք է լուծի, որովհետև սրանք շատ ավելի մեծ վնասատու մարդիկ են, քան չգիտեմ ուրիշ մարդիկ են։ Ինչ ասեմ, սրանց մեր կյանքն է, այլանդակված։ Բայց Ռուսաստանից աջակցություն է պարբերաբար հնչում մեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ առաջ նման մի հայտարարություն արեց Դմիտրի Մեդվեդևը։ Հա, դե իրենց կադրերն են, պետք է պաշտպանեն, բայց ինչ պետք է անեն։ Ընտրություններից առաջ էլ չէ, Պուտինը ասաց աղբոր նման, ինչ կլինի, թող մեր տեղեքը մասնակցեն այդ ընտրությունների։ Այսինքն սրանք իրենց մարդիկ են։ Իրեք ոնց է, այս մարդիկ եթե ռուսական քաղաքական գծի մեջ լինեին, էլի շատ կարող ենք չանհանգստանալ, որտեվ կարող է ենթադրենք այդ ուժերը մտածում են, որ ճիշտ է Ռուսաստանը լինելն է։ Բայց այս մարդիկ Հայաստանի անկախության թշնամիներն են։ Սրանք ուրիշ գործ են անում, էլի, հետևաբար իրենք շատ վնասակար մարդիկ են, շատ, եւ դա շատ վտանգավոր է։ Ես ասեմ, հաջորդ ընտրությունները, եթե մենք գնալու ենք այսպիսի քաղաքական ներկայացվածությամբ, նաև չառաջացած նոր կազմակերպված ընդդիմադիր ուժով, այդ 31 թվականը շատ պրոբլեմ է մեզ համար։ Նաև ես վստահ եմ, վստահ չասեմ, բայց ես կարծում եմ, որ այս տեմպերով շարունակվեն, մենք պետական ինստիտուտները չենք կայացնի։ Եվ եթե 31 թվին մի հատ ուռած գլուխ եկավ իշխանության հակապետական մտածողությունը, 3 օր հետո մենք պետություն չենք։ Դա իշխանությունը պետք է ինքը լրջանա։ Պետք է լրջանա։ Ինչու 3 օր հետո պետություն չենք։ Այդտենց, որովհետև այս մարկանց հիմա եթե դուք իշխանություն տաք, 4 օր հետո 3 օր հետո պետությունը հանձնել են Ռուսաստանին։ Այս մարդիկ եւ ես վստահ եմ, որ Ռուսաստանը ինքը արագ վերցնելու է, որովհետև նրանք գիտեն, որ այս ժողովրդին հանկարծ մի 2 տարի թողում ես բանա, վերահսկողությունից դուրս պետություն է սարքում։ Դրա համար այս անգամ չեն թողի ընդհանրապես։ Եվ այդ ինչ որ մարդիկ խոսում են միութենական, ինչ միութենական։ Միութենական էլ չեք ելնելու։ Ոչինչ չեք, նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակի կարգավիճակ Հայաստանը չի լինելու։ Մի հատ մարզ են սարքելու շպրտեն այնտեղ։ Դրա համար պետք է լուրջ լինել, իշխանությունը պիտի լուրջ լինի։ Եվ իշխանությունները պետք է շարունակի բացատրություններ բերել, թե ինչի է սենց։ Ինքը պետք է լուրջ լինի, ինքը պետք է հասկանա, որ իր իրավական առումով նկատի ունեք։ Իրավական էլ, քաղաքական էլ ամեն ինչով էլ։ Այս իրավել եմ ասում, այս իրավական ճանապարհով, այս օրենսդրությամբ սրանց հարցերը լուծելը շատ դժվար է։ Շատ դժվար է։ Ուրիշ ճանապարհներ է պետք որ ունենա։ Պետք է արգելել ընդհանրապես շատ հարցերում սրանց մասնակցությունը։ Արգելեք թող գնան դիմեն դատարան, արա։ Քեզի բան, դու թողում ես, ինքը դու թողում ես, դու ես իրան դատի տվել։ Թող ինքը քեզ դատի տա։ Թող ինքը քեզ դատի տա։ Արգելեք թող գնա 100 տարի այս դատական համակարգով քեզ դատի տա։ Բայց այստեղ իշխանությունը ինչ անում, իշխանությունը թույլատրում է ինքը սրանց դատի է տալիս, ընկնում է սրանց թակարդի մեջ։ Այսինքն սրանք խնդիրներ են, բայց ինչ ասեմ, մեր կյանքը այսպիսին է։ Մենք այս ճանապարհով պետք է հաղթահարենք։ Բայց ես էլ եմ ասում, այստեղ միայն իշխանության մեղավորությունը չի։ Նոր ընդդիմադիր կազմակերպված ուժեր անկախական մտածողությամբ չեն առաջացել, եւ սա լավ չի։
Շնորհակալություն։ Հիշեցնում եմ հյուրը քաղաքագետ Հայկ Սուքասյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։